Բարև ձեզ հարգելի ուղդիրներ, բարև ձեզ հարգելի ընկերներ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք պարոն Մարդուն Գրիգորյանին, բարի գալուստ Ars Podcast, մեր նորաստեղծ հաղորդաշար, նորաստեղծ տաղավար։ Շնորհակալություն, որ գտաք ազատ ժամանակ, որպեսզի մեզ հյուրընկալվեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, ողջունում եմ այս քայլը, այս նոր պրոյեկտը, ամեն դեպքում TikTok-յան ուղիղ հարթակից հետո արդեն podcast-ային տարբերակը ողջունելի է, քանի որ թե TikTok-յաններ ձեր մոտ է այդ լայվերը լավ ստացվում, նաև այս հաղորդման հետ կապված դիտել եմ, նախորդ հյուրերի հաղորդումները դիտել եմ, բավականին ստացված է, հուսանք այսօր էլ լավ կստացվի։ Պարոն Գրիգորյան, այնքան շատ հարց կա, որ մենք միանգամից անցնենք հարցերին, քանի որ միշտ ես փորձել եմ ձեր այդ համաձայնության կամ որպեսզի դուք գաք լայվին կամ sense մի հատ ինչ-որ տարբերակին միշտ ասել ես Արսեն ջան, մի քիչ համբերի։ Հիմա այսօր մեր մոտ հյուր եք արդեն, ես կարամ եմ իմ հարցերս այն ինչ որ կուտակվել են մեր մոտ ընդհանրապես ոչ թե մենագի մոտ, տամ այդ հարցերը։ Հաղթեցիք։ Անդիմադիրները հաղթեցին։ Չեմ ուզում հետ գնամ այդ ձեր երկար պաուզան, ձեր խորհրդավոր լռությունը, երբ որ սաղ աշխարհ խառնվել էր իրար, Տրամփներ զանգում, դեռ չգիտեմ, Բայդեններ զանգում, թե ինչ որոշեց Մարդուն։ Մարդուն ասա, հա։ Հիմի տեսեք, ես մի հատ բան տեսա, որ все-таки Պրямо ասեմ, ի շնորհիվ ձեր որոշմամբ նաև այս ամեն ինչ տեղի ունեցավ, երբ որ անդիմադիրները ամուր կանեցին ոտքի վրա եւ ունեցան անդիմադիրների քաղաք, sense այսօրվա իշխանությունները անդիմադիրների քաղաք, որտեղ կարան իրանց օրինակով ցույց տան, թե ինչպես պետք է կառավարեն, եթե իրանք կան իշխանության։ Բայց մեծ տարօրինակ բան տեսա, պարոն Գրիգորյան։ Կներեք, որ հարցս մի քիչ կան երկար է, բայց հիմնական հարցս էսի է։ Մեծ տարօրինակ բան տեսա, որ ձեզի երկու կողմից էլ, թե ընդդիմության, թե իշխանության կողմից սկսեցին թիրախավորել, այդ տեսեք Մարդունը ում է բերում, այդ տեսեք Մարդունն ինչ արեց, Մարդունն է պատասխանատու այսուհետ այն ինչ տեղի ունենա Գյումրի քաղաքում։ Լավ, իշխանությունը հասկացանք, ընդդիմությունը խեր թիրախավոր։ Դե ի սկզբանե իշխանությունը լուր էր։ Այն ժամանակ, երբ որ այս հայտարարություն չէի անում, իշխանությունը, իշխանական լրատվամիջոցները այդ ժամանակ լուր էին, լռում էին, սպասում էին միգուցե այն հույսով, որ կարող է մի հատ հայտարարություն անեն, որ իօգուտ իրենց լինի, այդ ժամանակ այդ կողմից թիրախավորում չկար եւ բնականաբար հիմնական թիրախավորող թևը կարելի է այսպես ձևակերպել ընդդիմադիր լրատվամիջոցներիններ, չգիտեմ իրանց մեջ ինչ էին հաշվարկում, դե հասկանալի է տարբեր քաղաքական ընդդիմադիր թևերի ուղղությունների շահագրգռվածություն կար, մեկը նրան էր ուզում, մյուսը նրան էր ուզում եւ դրանով փորձում էին ինչ-որ բան անեին, ես մի անգամից պիտի ասեմ, որ ոչ նրանց երկու կողմի էլ բացարձակ այդ քայլերը կամ այդ լրատվական պրեսինգը, այդ տավկեկը, որ փորձում էին անել, այդ բացարձակ ին վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարողացել ունենալ։ Այն ժամանակ, որ բոլորը Մարդունն էին մանկալից, թե որտեղ ես ասա, ինչ ես կան լռում բան, նախ այդ ինչ որ է ժամանակի մեջ է եղել եւ ես ունեի այդ ժամանակը մտածելու, կողմնորոշվելու, եթե այլոց համար դա սովորական հարցեր կամ պատասխանատվության հետ կապված մեծ հաշվով շատ պատասխանատվություն չունեին իրենց վրա վերցրած մի անգամից կարող էին հայտարարություն անել, բնականաբար դա իմ համար լուրջ որոշում էր, ծանր որոշում էր եւ այդ որոշումը ես չէի կարող հենց այնպես ոտի վրա որոշել եւ միանգամից լույսը չբացված ինչ որ հայտարարություններ անեի, նաեւ դա իմ ոճը չէ, դա իմ անցած ճանապարհը չէ, եթե մինչեւ վերջ լուրջ հաշվարկներ չես անում, տարբեր տարբերակներ կար այդ բանը, ինչի պիտի ես հստակ հայտարարություն անեի։ Ես այդ ընթացքում քննարկումներ եմ ունեցել, իմ թիմի հետ եմ քննարկումներ ունեցել, այն ժամանակ որ շատերը հետաքրքրվում էին ինձանով, ես իմ թիմի հետ քննարկումների մեջ եմ եղել, դետալ առ դետալ քննարկել ենք թիմի հետ, հայտարարության տեքստն ենք քննարկել թիմի հետ, համաձայնության եկել թիմով այդ հայտարարության տեքստի շուրջ, հետո նոր տեղի ունեցել հայտարարությունը, իսկ մնացած առումներով հասկանալի է քաղաքական ուժերը փորձում են
բավականին լուրջ ակտիվություն դրսևորեցին, ինչը որ այսօր չենք տեսնում այդ նույն թեկուզ ընդդիմադիր թևերի հայտարարությունները, որ այդ ժամանակ այդպես շատ փորձում էին, այսպես Գյումրիացավ էին կբերել, Գյումրիով տարապում էին Գյումրու այդ խնդիրներով եւ հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսելու վտանգ էին տեսնում եւ ինձ փորձում էին համոզել, որ հանգարց ուրիշ բան չանես, մենք իրանցից ենք վախենում, իրանք մեզնից ինձանից էին վախենում, էլի, հանգարց ուրիշ բան չլինի, բայց արդյունքում այսօր Գյումրին բավականին լուրջ խնդիրներ ունի ու բավականին լուրջ փորձությունների միջով է անցած, շատերը չկան, էլի, այսօր Գյումրիում։ Խնդրանքս ավելի անկեղծ ելնենք, էլի, ես ձեր անձը ճանաչելով գիտեմ, որ դուք միշտ փորձել եք հավասարակշռված ու սենց սառը դատողությունների հետև հիմի մի քիչ ուրիշ Մարդուն Գրիգորյանի հետ եմ ուզում ես սենց խոսենք տնական էլի սենց հասկացեք ես չեմ հասկանում մի բան երբ որ ընդդիմությունը հաղթում է ու իրանք զարանի ուրեմն իմացել են որ ինչ որ պարտություն առնելու ընթացքում որը հիմիկ որից ասենք արեք թիրախավորենք մի հատ Մարդուն Գրիգորյանին որ այդ նյուդա չեն որ եղավ Մարդունն էլ եղավ ես էդի չեմ կարող հասկանալ ո՞նց Ուրեմն տարբեր տեսանկյուններից կարելի է այդ ամեն ինչը վերլուծել տարբեր տեսանկյունից այնտեղ տարբեր քաղաքական թևեր, տարբեր քաղաքական ուժեր համենայն դեպս իրենց խաղն էին տանում, ոչ Գյումրու շահն էին առաջ տանում, այլ քաղաքական իրենց խաղերն էին առաջ տանում, որը որ ես սկզբունքորեն դեմ եմ եղել։ Ես ի սկզբանե բոլորին եմ ասել, իմ ընկերներին էլ եմ ասել նաև իմ թիմագիստները, նաև Երևանում իմ ընկերները գիտեցել են, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունը իմ համար լրիվ ուրիշ բան է։ Ես այդ ընտրություններին նայել եմ քաղաքի տեսանկյունից, որպես քաղաքի մարդ, որպես քաղաքի տղա նայել եմ քաղաքի տեսանկյունից, որ այս ընտրություններին հանգարց քաղաքս չտուժի։ Ես քաղաքի ընտրությունները գլոբալ տեսանկյունով երբևիցե չեմ մոտեցել այդ առումով, որովհետև ես գիտեցել եմ քաղաքը դրանով տուժելու է։ Իսկ քաղաքական ուժերին բնականաբար այս առաջի անգամը չէ։ Արսեն ջան, մշտապես ես այս ընտրություններին, ընտրական պրոցեսներին լավ տիրապետում եմ, լավ հասկանում եմ եւ մշտապես դեմ եմ եղել բոլոր համայնքային մեր Գյումրու համայնքային ընտրություններին դեմ եմ եղել իրան քաղաքականացնելուց ու այդ պատճառով հանգարց քաղաքը չտուժի։ Ես այդ տեսանկյունից եմ նայել, որովհետև այսօր վերջը իշխանություն է, իսկ իշխանությունը այս պայթորությամբ եթե ուզենա հասկանալի որ քաղաքի համար խնդիրներ ինքը այսպես թե այնպես ստեղծելու է։ Իսկ այդ քաղաքական ուժերը իրանք իրանց այդ խայբը բռնեցին Գյումրիում, իսկ այսօր Գյումրիում մենք այսպես այս բառը պետք է օգտագործեմ ճռռալով առաջ ենք գնում։ Այդ ժամանակահատվածի ընթացքում մի հատ հայտարարություն արեցիք, որ ճիշտն ասեմ, էլի, ես էլ որ առաջին օրը չեմ այս ամեն ինչի մեջը վերլուծական եւ այլն մեջ, ես չկարողացա մի անգամից վերլուծել, լավ, Մարդուն Գրիգորյանը ինչ է ուզում մեզ ասի, հիշում եք երևի ձեր այդ հայտարարությունը, ես դեր կողքը կանած նկարում էի, որ ասեցիք ու շատ եղեք ում եք ընտրում, ինչ եք անում, մոտավորապես եմ տեքստը ասում, հիմա դուք ավելի բան ասեք, եթե մարդը թիրախավորված է արդեն իսկ, դա կբերի խնդիրների, ու դուք այն ժամանակ նշեցիք, մանավանդ որ կլինեն ձերբակալություններ, շատ տեղերում, շատ մարդկանց կձերբակալեն, մենք այն ժամանակ չենք հասկանում, թե դուք Ստալինի մասին եք խոսում, դե այն ժամանակ չկար այդ ձերբակալություններ, մենք ուրիշ ժամանակներում էինք ապրում, չենք հասկանում, թե լավ, կարա ռեսուրս օգտագործեն, բան անեն, բայց որ այդպես տնեն մի անգամից սաղին սրբազաններ եւ այլն սաղին ձերբակալեն, դուք այդ հին գլխից որտեղից գիտեիք։ Այո, Արսեն ջան, դու ճիշտ ես այդ մասով, երբ որ ես այդ մասին խոսել եմ տեքստիլի ակումբում այդ իմ մեծ հավաքի ժամանակ, երբ որ ես այդ մասին խոսել եմ, դեռ այդ ժամանակ այս կարգի ցնցումներ, այս կարգի ձերբակալություններ համատարած բոլոր ոլորտներում հարձակում եկեղեցու վրա սրբազանների ձերբակալություններ, համայնքապետերի կար Վանաձորի օրինակը, որը որ բերվել է, օրինակը բերել են Վանաձորի օրինակով, այդ համատարածությունը այս վիճակի հիմա ինչ որ կա ամեն առավոտ արտանում ես, մեկի հետևից գնացել են, մեկին ձերբակալին, մյուսին էս հարցը, մյուսին այն հարցը, այդ վիճակը չի եղել։ Եվ այսօր ժամանակ անց, արդեն 8 ամիս անց մարդիկ ասում են, դե հա, այդպես որ լինի, ով թիրախային չէ, բոլորն է թիրախային, այն ժամանակ այս վիճակը չէր, երբ որ ես այդ մասին խոսում էի։ Հա,
Այսօր որ արդեն վերլուծում ես, տեսնում ես որ բոլոր տեղերն էլ, բոլորի հետ էլ այդ վիճակները կա ստացվում է։ Իսկ ինչ մնում է այդ ինձ համար պարզ էր, ինձ համար տեսանելի էր ու իմ խնդիրը այստեղ այն չէր թե ով էր քաղաքապետը կամ ինչ մենք մտել էինք հանուն նրա որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չունենա։ Առաջի րոպեից ես հայտարարել եմ որ մասնակցում եմ ու հարցին լրագրողներին ազգային ժողովում հարցին ի պատասխան քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցության ես ասել եմ որ համագործակցություն չկա ու ամեն ինչ անելու ենք որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում քաղաքապետ չունենա ու գնացել ենք դրա հետևից։ Հիմա իրավիճակը ոնց դասավորվավ, ինչ եղավ, այն էլ կա այն ինչ որ կա։ Իսկ իմ քայլերի հետ կապված ես հստակ մեկնաբանություն արել եմ, որ ես իմ անձնական հարցերը, անձնական խնդիրները, ես էլի առիթ ունեցել եմ այս մասին ասելու, որ այն ինչ կարծիք, այն ինչ դիրքորոշում, որ ունեցել եմ ժամանակին, հայտնել եմ իմ կարծիքներս, դիրքորոշումներս գործող քաղաքապետի անձի վերաբերյալ, իմ մոտ բացարձակապես ոչ մի բան չի փոխվել։ Ինչ ասել եմ սկզբից մինչև վերջ, ես շատ բաներ եմ ասել, ժամանակին շատ բաներ եմ ասել, ես բացարձակ պատահական բաներ չեմ ասել, գիտակցաբար եմ ասել, այդ ամեն ինչը ես մնում եմ էլի իմ կարծիքին, բայց կոնկրետ այս ընտրություններից հետո այդ որոշումը դուք բոլորդ հիշում եք, այդ ընթացքում ինքը ամբողջությամբ գնում էր Գյումրու ընտրությունները այնքան էին քաղաքականացրել, քաղաքական տարել, որ ժողովրդի մեջ այն հույսներ, այն տպավորություններ, որ Գյումրիում հաղթանակ տոնելուց հետո միանգամից էս իշխանությունը բլելու է, էս իշխանությունը գնալու է, չգիտեմ, վաղաշաբաթի ընտրություններին էլ են հաղթելու, դրանից հետո 26 թվին էլ են հաղթելու ու այդ ամեն ինչի, այսպես ասեմ, կուժուկուլեն մեր գլխիներ, գյումրեցիների գլխիներ, որ գյումրեցիները նայեք ինչ եք անում, որ հանգարց այն մյուսները պրավալ չտանենք։ Հիմա գյումրեցիները իրանց անելիքը արեցին, Գյումրիում հաջողությունը ունեցավ ընդդիմությունը, որը այս պայմանությամբ չի կարելի ասել մյուս համայնքներին ու դա ասված կոնե այս ամեն ինչից հետևություն արվի եւ լուրջ նորմալ պատրաստվի 26 թվին։ Այնպես չի որ Գյումրի 2-ը ամենտեղ կարող են պրոյեկտել, որ նստած տեղերը փորձեն ստանալ Գյումրի 2, նստած տեղերը Գյումրի 2 ոչ միտեղ չի կարող լինել։ Գյումրի 2 ունենալու համար պիտի ունենան ճիշտ ընտրված տեխնազուներ, ուժեղ տեխնազուներ, ճիշտ անհատներ, ճիշտ մոդեցումներ, ես անձամբ ամբողջ քարոզարշավի ընթացքում եւ այս ընտրություններից հետո մինչ օրս իմ դիրքը Գյումրի քաղաքում 6 հոկանոց խմբակցություն ունենալով հանդերձ երբևիցե գլոբալ քաղաքական չեմ տարել, որովհետեւ դա Գյումրու հարցն է, դա գյումրեցիների հարցն է, սա Գյումրու ընտրությունն է ու մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք այդ ընտրությունը արտարացնենք ու կարողանանք քաղաքի ժողովրդի ակնկալիքները, պահանջները կարողանանք ապահովել։ Բարոյ Գրիգորյան, կամաց էս տանք էլի, հենց որպեսզի հասկանալի լինի բոլորիս համար, թե ինչքան վտանգավոր էր այս ամեն ինչը ինչ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում, ինչի կարող ինքը հանգեցնել։ Ինչի էին փորձում ընտրություններից անմիջապես հետո դեռևս երբ որ դուք չեք արել հայտարարություն, անգամ հանելուց հետո որոշ падգամավորներ Գյումրի կողմից ընտրված ձեր անունը տալով փորձում էին անպայման ասեն, հեսա կտեսնեի կրիմինալ է լինելու, հեսա ամբողջ Գյումրին այրան մեջ է շաղաղվելու, ոնց կարային մարդիկ ինչ-որ բաներ մոռանային, Կարս մեկի գլխից մազնի, հա, ոնց կարա մարդը մոռանա ինչ-որ իր ընտանիքների այդ հարաբերությունների մասին եւ այլն, այստեղ ամենամեծ ուղղվածությունը ձեր, իրանք գիտեին, որ ձեր որոշումն է այստեղ հարց լուծելու, ինչքան հիշում եմ Էմմա Պալյան անուն ազգանունն է, դա աղջիկը ձեզի մի քիչ շատ է ասենց ուշադրություն դարձնում, խանդի տեսարաններ տունը չի լինում։ Չէ, ուրեմն այդ առումով ինքը ես բնական եմ նայում, որովհետև դա իշխանությունը իր խնդիրն ունի լուծելու, որը չի ստացվել, այս բaragայում չի ստացվել։ Իսկ եթե չի ստացվել, հասկանալի է, որ տեղի պատասխանատուները պրավալ են տվել այդ հանգամանքը։ Իսկ այդ պրավալը ինչ որ ձևի փակելու համար պիտի փորձեն առաջ ընկնել, որ հետ չընկնել։
Հետո այդ տեսանկյունը, որ ասում եք, դուք գիտեք, ես իմ խառնվածքը ես չեմ ուզում ու մի կողմից էլ անընդունելի է արձագանքելը կանանց ու փորձել ես անգամ դիմացա ցավատանը վերա այդ բանը մուլտ հերոս եմ իմ մոտ տվել որովհետեւ հանդարտվի ես այս բայդրությամբ ցեզի իմ տեսանկյունից կարող եմ ընկերաբար խնդրել որ պետք չէ կին են, աղջիկ են, ընտանիք ունեն ամեն դեպքում իրենք պիտի գիտակցեն, իրենք պիտի հասկանան, որ ամեն ինչից զատ Գյումրիում մի փոքր Գյումրին այլ է, Գյումրու խառնվածքը դե հասկանալի է։ Պիտի մենք ուրիշ տեսանկյունից մոդենանք, որ այդ մարդիկ ցուցակ մտնելու խնդիր ունեն, այդ մարդիկ երևալու խնդիր ունեն, այդ մարդիկ պրավալը տալու, ծածկելու, որ տեսեք հիմա էլ փորձում ենք ինչ որ բաներ ենք անում, ինչ որ բաներով կարող ենք օգուտ տալ, էլի պրավալ է գնում, էլի չի ստացվում, մարդունը չի արձագանքում չի ստացվում այդ ամեն ինչը նորմալ է իրենք էլ իրանց տեղում պիտի փորձեն ես ըմբռնումով եմ ես նորմալ է ըմբռնումով եմ մոդենում այդ ամեն ինչին իհարկե ավելի լավ կլիներ որ ավելի հավասարակշռված բոլորը իրենց բան որովհետև կյանքը այս ընտրություններով չի սկսվում այս ընտրություններով չի ավարտվում վերջը բոլորս քաղաքի մարդ ենք ու շարունակելու ենք այս քաղաքում ապրել կան մարդիկ, որ այսօրվա դրությամբ չէ, նորից ծառայեցին այդ իշխանություններին, ծառայեցին այդ ուժերին, եւ այսօր այդ մարդիկ լուսանցքից դուրս են մնացել։ Բոլորի հերթն է գալու է։ Ամեն մեկին քամելու են, ճզմելու են, մինչև վերջ քամելու են այդ մարդուց ստանալու են Գյումրու մեջ ամենավատ մարդը, վերջում այդ մարդուն արդեն այն լիմոնը քամելուց վերջացնելուց հետո գցելու են ընկում։ Վերջը գալու է այդ մարդկանց հերթը գալու է։ Իմ ուզածը այն է, որ որպես մարդ, որպես գյումրեցիներ կարողանան հետագայում էլ այդ քաղաքի մեջը ապրել։ Իսկ եթե մտածում են, որ լավ է դե այս պայտրությամբ կա վլաստ, կա մանդատ, քանի կա այդ ամեն ինչը օգտվում ենք, չլինելու պարագայում էլ Գյումրիում այդ քաղաքի մեջը իրանց կապող ուրիշ բան չի լինելու, դրանով են առաջնորդվում, ամեն դեպքում այդ էլ տարբերակ չի։ Всё, պարոն Գրիգորյան, եկանք հասանք ամենակարմիր կետին։ Ես մի օր երևի ես լուսաբանում էի այդ Վարդան Ղուկասյանի խոսքի ժամանակ ընդեղ էի իշքան հիշում եմ, երբ որ ինքը ասեց, եթե ինձ կբնեք, ձերբակալեք, դուք կտեսնեք, սա աշխարհը լցնելու է պաշտպանությամբ։ Ինձ բան։ Հիմա ստացվեց այն ինչ որ ստացվեց, մարդիկ դուրս եկան որոշակի քանակությամբ, ձերբակալվեցին 40 եւ ավելի մարդիկ, Շուշա ջարդել, ես միանգամից ասեմ, էլի իմ համար այնքան վատ տպավորություն էր այդ վազեցնելը քաղաքապետին, այդենց այդ ձևի վարվելը իմ համար անընդունելու էր ամեն ձև, եթե անգամ դու իրան вообще չեք սիրում, չեք բանանում, չի կարելի, իմ կարծիքն եմ ասում ձեզ, տեսեք, այդ ամեն ինչի մեջ ընենց կարացան անեն, էլի նույն ընդդիմադիրներն ու նույն իշխանությունը նորից այդ ամեն ինչը մոռացության բանալի փաթեթավորում տվել, նորից սկսեցին ձեզ թիրախավորել։ Անկամ մտեղ գտան, թե ոնց կարելի է Մարտուն Գրիգորյանին թիրախավորել ու ասել, որ էսի սաղ Մարտուն Գրիգորյանն են մեղավոր։ Այս որ հիմա մենք այն ժամանակ ասում էին ընտրի, հիմա էլ ասում են ինչի ընտրեցիր, որ այս ամեն ինչը եղավ։ Բլոգերներ այնտեղ, չգիտեմ, լրատվամիջոցները, որոնք հովանավորվում են ավելի շատ ընդդիմության կողմից, զարմանալի է, ես ասում եմ, լավ, հիմա ինձ ասում են Արսեն, արի ընդդիմության մեջ, նայեք ինչ, ես դրանց մեջ մտնեմ, ինչ անեմ։ Մի օր էլ ինձ թիրախավորել։ Հիմա հարցս հետեւյալն է, հիմա ինչուց վախեցան Գրիգորյան ջան։ Ինչուց կվախենային, որ բան չաներ, տայք իրանց սարիգն եղներ, թե որն էր խնդիրը։ Ճիշտ ասած, այդպես կոնկրետ է հասկանալի է, ամեն ինչ լավ հասկանում եմ, լավ գիտակցում եմ, խոսքերը, խորքերը լավ տիրապետում են այդ ամեն ինչը։ Ցավը բան չեք հասկանում, ավելի ուղիղ ասեմ, որ հանգած կան քեզ ձերբակալելու, Աստված չարաստի։ Նստելու ես, հայտարարելու ես, որ ինձ ձերբակալման դեպքում մի քաղաքի կերնից էզի եսի միշկան։ Միանշանակ ոչ։ Միանշանակ ոչ, որովհետև այսօր եթե մենք հասկանում ենք իրավիճակը ինչ է, մենք հասկանում ենք, որ այս իշխանությունները ոչ մի բանի առաջ չի կանգնի։ Եվ եթե որոշումներ ունեն իրանք գնալու են իրանց որոշումների հետևից,
իմ հետևից մարդկանց նեղություն պատճառել, իմ քայլերի արդյունքում այնպես անել, որ մարդիկ հետո ընթացքից տուժեն կամ մարդիկ խնդիրներ ունենան, բնականաբար ես դրան չեմ կնում, ես գիտեմ ես ինչի համար եմ մտել այս process-ների մեջ, ես պատրաստ եմ, այս պայթրությամբ թե ես, թե իմ ընտանիքի անդամները թիրախավորված են եւ բազմաթիվ խնդիրներ ունենք, որի մասին չեմ էլ ուզում այդպես շատ բարձրաձայնել, որ այն տպավորությունը լինի, որ վայ տեսեք, մեզ խփում են, եթե քաղաքապետի թիմին ես մի քանի ամիսն է, որ սկսել են քաղաքապետի թիմով զբաղվել, ընտրությունների 27-ից սկսած մինչև օրս եւ իմ ընտանիքի հետ կապված տարբեր խնդիրներ, լիքը խնդիրներ են եղել, որ ես բացարձակապես այդ մասին ոչ խոսել եմ, ոչ է բարձրաձայնել եմ, ոչ է կարիքը կա բարձրաձայնելու, պայքարելու տեղ կա, պայքարում եմ, որտեղ պետք է լուր պայքարելու, լուր եմ պայքարում, որտեղ պետք է արճակատման կամ նայել կանգնել աշկերտների մեջը եւ ասել, կանգնելու եմ, ասեմ, բայց ընդանուր բոլորին նորից հենց Մարդուն Գրիգորյանին ձերբակալում են քաղաքապետին, հոդվածներ են դնում։ Երկրորդ տուրը Մարդուն Գրիգորյանն է մեղավոր դրանում։ Ախպեր, խի ես անում այդ բանը, Մարդուն Գրիգորյան ջան։ Խի ես այդ կանցկան խառնել իրար, որ սա քեզ է։ Դե ուրեմն մի բան գիտեն, երևի մի բան հաշվարկում են, մի վտանգ տեսնում են այդ process-ների մեջ, մի վտանգ տեսնում են, որ կարող է ինչ-որ մի ուրիշ բան լինի, որ իրենց սրտով չլինի, իրենց կազմակերպվածին դեմ լինի եւ այդ ամբողջը զրոյական դառնա, դրա համար հասկանալի է առաջնահերթ բանում պիտի թիրախավորեն, ինձ պիտի թիրախավորեն։ Վախեցան, որ կարակ դուք կառավարեք այնց որ մնացած մարդիկ, որպեսզի քպան չգա իշխանության, դրանից վախեցան։ Որն այսօր կա։ Ճիշտ ասած, չգիտեմ, ամեն տարբերակել կարող է լինել, ամեն ինչ էլ կարող է հաշվարկել, ես չեմ կարող ասել իրանք ինչ են հաշվարկում, բայց մի բան կարող եմ ասել, որ Փառք Աստծո, այսօրվա դրությամբ ամեն ինչ կառավարելի է, ամեն ինչ տեսանելի է եւ այն որ ամեն րոպե փորձում են ներկայացնել, որ Գյումրիում կա ճգնաժամ, Գյումրին ունի ճգնաժամ, կառավարման ճգնաժամ կա, այս մասով ես կարող եմ ասել, որ կառավարման ճգնաժամ այս պայթրությամբ ամենայն դեպս չկա, քանի որ ավագանին կա, ավագանին գործում է 18 մանդատով ավագանն այսօր նիստեր է գումարում, նիստերը կազմակերպում է, բյուջեն է ընդունեցին, հնգամյա ծրագիրն էլ հաստատվավ, այդ առումով չկա, իսկ ինչ մնում է բուն կոմունիստական կուսակցության, այսինքն քաղաքի կառավարիչների խնդիրը, ես էլի առիթ ունեցել եմ այդ մասով ասելու, որ կա նաև իրենց մոտ իրավիճակ, որ քաղաքապետի ձերբակալությունից հետո այսօր այս իրավիճակն է իրանց մոտ ստեղծվել, բնականաբար մի փոքր բացը կա իրանց մոտ, բայց մենք ըմբռնումով ենք մոդենում եւ որոշակի չափով նաեւ հնարավորություն ենք տվել, շանս ենք տվել, որովհետեւ կարողանան իրավիճակի մեջ արագ տեղավորվել ու փորձել այնպես կառավարել քաղաքը մենեջերական մասով խոսքը, էլի։ Մենեջերական մասով, այո, բացեր կան, ու շատ կան բացեր։ Իսկ այստեղ մենք այս բանին վերցնենք թիրախավորենք, մենք ճիշտ չենք համարում։ Վերցնել թիրախավորելը ու իշխանությունների ճրագացին ջուր լցելը, բայց կներես, բայց սա էլ անվերջ չի կարող լինել, որովհետև մենք հասկանալով հնարավորություն ենք տալիս, որ իրենք արագ տեղավորվեն այս իրավիճակի մեջ ու քաղաքը այնպես կառավարեն, որ ցնցումներ չլինի, քաղաքը այսպես ասեմ ծամոն չսարքեն հայլոց բերանում ու ամեն րոպե քաղաքի հետ կապված թեմաները շրջանառվի Գյումրու տոնածառը, Գյումրու օրը, չգիտեմ, այս միջոցառումը, այն միջոցառումը, առավոտից իրգուն երկրում էլ խնդրեմ չկա, Գյումրու տոնածառներ միակ խնդրեմը, մի քիչ ծուռ էր, ուղիղ էր, չգիտեմ ինչ էր։ Ես գիտեմ ձեր հարաբերությունները Սրբազանի հետ։ Ես անձամբ եմ տեսել այդ ջերմ հարաբերությունները, ներկա եմ եղել։ Անկամ ձեզ խնդրել եմ իր հետ զրուցելու, հետագայում չստացվեց։ Իրադարձություններ տեղի ունեցան։ Ես գիտեմ, որ հիմա հաղորդումից հետո անմիջապես դուք գնալու եք հիվանդանոց։ Այսօր ես չգիտեմ, վաղը չեմ այսօր հրաբարակվի ես մեր տեսանյութը թե չէ, այսօր Սրբազանի ծննդյան օրն է, որով ես շնորհավորում եմ ու հբարտ եմ, որ մեր օրերին ունենք նմանատիպ հոգևորական, որը իր կեցվածքով ցույց է տալիս, թե ինչպեսին պետք է լինի հայ տղամարդը, հայ հոգևորականը։
ուզում եմ ձեզ մի հատ sense հարց տամ։ Այդ օրվա ձեր հիշում եք այդ օրը, երբ որ արշավ էր 7 վերքի, ես չգիտեմ ովքեր էին դրանք, ինչ արշավ էին ձեռնարկել մեր եկեղեցու 7 վերքին։ Բան, ես հիշում եմ, որ զանգում էի ձեզ անընդհատ դուք զբաղված, բայց հետո հաղորդագրություններով տեսա մի բան, որը սկզբից եթե նայում ես, ասենք կարող է անհասկանալի լիներ ձեր քայլը, բայց հետո ես եմ բռնեցի, թե դա Մարդուն Գրիգորյանն է։ Մարդուն Գրիգորյանը մի քայլով չի նայում, 5 քայլ առաջ նայելով է անում։ Իրենք եկան զորքով գրավեցին 7 վերքը։ Փագեցին մարդկանց առաջ ամբողջովին բան։ Մի հատ բանը, ասենց շոու սարքեցին, բայց միաժամանակ ամենափրկիչում նույն ծիսակատարություններ, որտեղ դուք գնացիք ձեր խմբով, ձեր համակիրներով, ձեր ավականիներով եւ շատ զուսպ առանց որևիցե մի քաղաքական աստարտ տալու, անկախ նրանից որ 15 մետր կամ 20 մետր այն կողմ շոու է կազմակերպվում, դուք իմանալով որ դուք բավականին հեղինակություն ունեք քաղաքում, 12 թվականի օրինակները մենք բոլորս հիշում ենք ով կանգնեցրեց արունահեղությունը ու հələ չգիտես ինչ արունահեղության մասին է խոսքը ազգամիջյան թե ազգերի միջյան սենց ասած 15 ձեր այո 15 թվականին կներեք 15 թվականին այսինքն դուք հասկացաք որ եթե հանկարծ մի հատ այնտեղ դուք էմոցիա տաք ինչ որ ելույթ ունենաք ինչ որ հարցազրույց տանեք մարդիկ դա նայելով ասել են եթե մարդուն ասում ախպերը լարեք այդտեղ նայեք ինչ է կատարվում Դուք հանդարտություն նորից բերեցիք ձեր գործողությունով։ Այ ուզում եմ հարցը տամ, ինչ տպավորություն էր ձեր։ Դուք ինչ զգացիք ձեր մեջը, ես չեմ ասում ինչ արեցիք։ Մեջը ինչ էր կատարվում ձեր։ Արսեն ջան, նայեք։ Ես արդեն մոտ 20 տարի քաղաքականության մեջ եմ։ Ես բնականաբար շատ եմ սիրում իմ քաղաքը։ Իր լավ ու վատ օրերով, իր լենունեղ օրերով, փորձություններով։ Դեկտեմբերի 7-ը մեր ժողովրդի համար, մեր գյումրեցիների համար իրոք վշտի ու ցավի օր է։ Ինչ էլ որ լինի, դեկտեմբերի 7-ը մեր 37 տարի անցնի, 47 տարի անցնի, ինչքան կուզե անցնի, դեկտեմբերի 7-ը այն օրն է, որ մի քանի վայրկյանների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել։ Այդ այսպես ասելով չի, ինչքան կուզե ժամանակը անցնի։ Ու դեկտեմբերի 7-ին ես միշտ դեմ եմ եղել դեկտեմբերի 7-ը քաղաքականացնելու։ Քաղաքական ծրագրեր, ակցիաներ, միջոցառումներ, որովհետև դա մեր վշտի օրն է։ Այդ օրը պիտի մենք լուր, զուսպ, հարգանքով գնանք, գլուխ խոնարհենք, մեր հարգանքի տուրքը մատուցենք, մեր աղոթները հնչեցնենք, մեր ծաղիկները խոնարհենք, Այդ օրվա հետ կապված քաղաքական յուրաքանչյուր քայլ, նույնիսկ ինչ որտեղ կարող է արտահայտված քայլ, իմ կողմից, իմ տեսանկյունից ինքը անընդունելի է։ Իսկ այն ինչ որ արվեց դեկտեմբերի 7-ին Գյումրի քաղաքում, դա իշխանությունների կողմից կարելի ասել կամ չհաշվարկած, կամ շատ վատ հաշվարկած, կամ շատ վատ խորհրդատուների տված ուղղություններ որի արդյունքում ի ուրախություն ինձ եւ գյումրեցիների ու փառք ու պատիվ մեր եկեղեցականների ու սրբազանի, որ մենք իրանց շնորհիվ Գյումրին էլի պաշտչակատ եղավ, որ թեմի առաջնորդը ձերբակալված ի տարբերություն մյուս թեմերի, շատ թեմերի, որտեղ որ ոչ ձերբակալություն կար, ոչ ճնշումներ կար, ոչ լարվածություն կար, բայց այդ ճնշումներին մեծ հաշվով չդիմացան թեմի առաջնորդներով։ Մեր սրբազան ձերբակալված իր թեմի անդամները կարողացան մի մարդու պես որոշում կայացնել ու չմտնել իշխանության օրակարգ ու կարողացան Գյումրեցու դեմքը, Գյումրեցու եսը, այսպես ասեմ, պարզ պահել, պաշտչակատ լինենք ու դա շնորհիվ իրենց։ Եթե մենք փորձենք որոշակի քաղաքական, այսպես ակցիաներ, միջոցառումներ կազմակերպենք, ես հավատացնում եմ ձեզ, մենք ավելի վատ ռեզուլտատ ենք ունենում, քան այն ինչ որ մենք այսօր ունեցանք շնորհիվ մեր հոգևորականների։ Սա էր ամենաճիշտ տարբերակը ու փառք Աստծո, որ մենք կազմակերպեցինք ու դրանով ցույց տվեցինք, որ անհնարին բան չկա ու վախենալու բան չկա, որից հետո
Էշմիածնում մենք տեսանք այս վերջի հավաքի արդյունքում, չէ, այդ ոգին, այդ շունչը ես կարող եմ հստակ ասել, որ այդ ոգին ու տրամադրությունը Գյումրուց է տեղափոխվել Էշմիածին։ Սրբազանի պահով դուք իրան անձամբ գնում տեսնում եք, որպես падգամավոր ունեք այդ հնարավորությունը տեսնեք, ինչպիսի ուղերձներ է հղում ազգաբնակչությանը սրբազանը, ինչպես է իրան զգում вообще, հասկանալի է, որ ինքը խնդիրներ ունի առողջական, ինչ մեսեջներ է չերես ձեզ ասենց հասցնում մեզ։ Ամենակարևորը, որ ես սրբազանին երկար տարիներ եմ ճանաչում եւ շատ լավ հարաբերությունների մեջ ենք սրբազանի հետ, նոր չէ, որ սրբազանին ես ճանաչում եմ կամ սրբազանի հետ կապված ինչ-որ բաները պիտի փորձեմ հնչեցնել, բնականաբար սրբազանը նախարարի երթին պիտի շնորհակալություն հայտնեմ սրբազանին, թե այն ուժեղ կուր ամուր թիմը, որ Գյումրի քաղաքում թիմը ու թեմը, որ ձևավորել է սրբազանը ու կարողացան այս կարևոր պատասխանատու պահին թեմի անդամները իրենց ձիգ ու ուժեղ պահել, դա բնականաբար առաջնահերթին սրբազանի հաջողությունն էր, սրբազանի անցած ճանապարհն էր, սրբազանի ապրած կյանքն էր, սրբազանի ճիշտ մոտեցումներն էր ու իր թեմի ու իր ժողովրդի հետ ճիշտ հարաբերվելու արդյունքն էր, որ մենք Գյումրիում ունեցանք այդ ամեն ինչը։ Սրբազանը անկոտրում է, սրբազանը ուժեղ է, չնայած առողջական խնդիրներին, Փառք Աստծո վիրահատությունը նորմալ անցել է եւ օգտվելով առիթից, հիմա ես այստեղից գնալու եմ տեսակցության նորից սրբազանին, ծննդյան օրվա կապակցությամբ, նաեւ օգտվելով առիթից շնորհավորում եմ մեր սրբազանին, Աջապահյանին, ամենակարևոր առողջություն, երկար տարիների կյանք եւ իր հավատավոր ժողովրդի գլխի ծամպագաս լինի, այո, իհարկե։ Իսկ ինչ մնում է ընդհանուր մեր անձնական բնույթի զրույցները չունեմ այդպիսի սովորություն բարձրաձայնելու, բայց այն բոլոր մտահոգությունները, ինչը որ մենք ունենք, ինչի մասին որ մենք խոսում ենք, հնչեցնում ենք, բնականաբար սրբազանը էլի նույն խստությամբ, էլի նույն իր ոճի մեջ, այդ վիճակների մեջ նույնը պահպանված է, սրբազանի մոտ ոչ մի բան չի փոխվել, սրբազանի դուխը տեղն է, ընդհակառակը մենք ենք ասում սրբազան ջան, ամեն ինչ նորմալ է, մի չի ասում ինձ պետք էր էսի մի մոմենտ մնացածը ինչ որ ասում է, ամեն ինչ ասում է Արսեն ջան։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, գանք նորից քաղաքային խնդիրներին։ Տեսեք, եղավ քաղաքապետի ձերբակալությունից հետո մի բանես բա, որ ձերբակալում էին նաև ավականների անդամներին, որբիսի հետագա գարացողներին խնդիրներ ստեղծեն։ Իհարկե, ես հասկանում եմ ինչ սցենար են իրանք փորձում անեն, բայց չստացվեց։ Այ հիմա ստեղ մի հատ դնեց Հայաստանը, մենակ չժպտակ, էլի այդ հարցից պատասխանը ժպիտը չլինի։ Առանց թերագնահատելու բոլոր խմբակցությունների, թե ղեկավարների, թե ավականներին։ Իմ հարգանքս իրանց հանդեպ, որ իրանք կարողացան ուժ գտնեն, որպեսզի թույլ չտան առայժմ ԿՊ խմբակցությանը ինչ-որ բան անել։ Ինչքանով է ձեր մասնակցությունը այս ամեն, անձնական ձեր մասնակցությունը, հասկանալի է, որ ձեր խմբակցությունը իհարկե ձեր հետ խորհրդակցումը, ստանում է ցուցումներ եւ այլն։ Քաղաքը այսօր ով է կառավարում։ Եթե գլոբալ վերցնենք, ով կարողացավ նորից թողնել ընդդիմադիր։ Մեղավորը Մարտուն Գրիգորյանն է, թե չէ։ Չէ, փառք ու պատիվ բոլորին, բոլորը միասին կարողացան համախմբված, բոլորս միասին համախմբված կարողացանք պահենք այդ իրավիճակը, անկախ նրանից, թե ինչքանով կապ կա, ինչքանով կապ չկա, բայց նույն ավականու կազմը, ավականները, խմբակցությունների ղեկավարների մակարդակով կարողացել են ճիշտ աշխատանքային ձև որտե գրել, ճիշտ աշխատանքային սկզբունքներ դնել ու էլի պիտի ասեմ փառք ու պատիվ բոլորին, դե ձերբակալությունները հասկանալի է, երբ որ մեկի թիմակցին սկսում են ճնշել, հարվածել, տեսեք, առաջինը իմ մոտ սկսվեց, չէ, իմ ավականու հետ կապված, սկսվեց այդ ճնշումները, այդ խնդիրները, մյուսը, այ հենց այդ ժամանակ բոլորին էր սա վերաբերվում, որ այդ ամեն ինչը նաև անցնելու է իրանց
տրով է անցնելու այդ ամեն ինչը։ Իրենք էլ են այս փորձությունների միջով անցնելու։ Ու մենք այդ ժամանակ կարողացանք մեզի ցիկ բայել, այսպես ասած, ու այդ առաջի փորձը այդտեղ չստացվեց, որից հետո արդեն քաղաքապետի թիմն էր թիրախում, քաղաքապետի թիմն էլ է կռիվ տալիս այս պայթորությամբ, ինքն էլ է պայքարում, ավագանիների ճնշումը այս պայթորությամբ կարելի ասել անիմաստ զբաղմունք է։ Եթե իշխանությունը նպատակ է դրել ավագաններին վախեցնելով, ավագաններին ձերբակալելով, ավագանների վրա քրեական գործ հարուցելով, թե ամեն մեկի մոտ 30 քանի հոգի ցուցակ կա էլի, այդպես մինչև ուր են գնալու։ Եվ այսօր տեսան, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ պատրաստ է, օրինակ իմ մոտ Նարեգը Միրզոյան նիստի բացակայության խնդրեմ ունեցավ ու ընտանեկան առողջական խնդիր կար, առողջական խնդիր կար, մի անգամից որոշում են կայացրել, քանի որ մարդ ունի անձնական որոշակի խնդիր, այդ անձնական որոշակի խնդիրը հանգարց չխանգարելու իր կողմից առաջարկություն է եղել, որ Գրիգորյան ջան, հանգարց խնդիր ինձանով պայմանավորված առաջ չկա, թիմի առաջ այդ խնդիր առաջ չկա, ես ցանկություն ունեմ, ես պատրաստ եմ մանդատս տնելու դուրս գալու, հաջորդը գալու, որպեսզի հանգարց մի մազաչափ ձեր քաղաքական այդ թեմաների վրա ու այդպես հիմա 6 հոգի կամ 6-ը նույն սկզբունքով պատրաստ են աշխատելու։ Խմբակցություններով կուսակցության հետ ձեր չերես խմբակցություններով եք խոսում, թե անմիջական ձեզ խմբակցություններով է, չէ, խմբակցություններով են շփումը աշխատանքային է հիմնականում, իսկ այդ շփումը հիմնականում վերաբերվում է ավագանու նիստերի օրակարգերին, որը իրանք տեղում քննարկում են, բնականաբար առաջի րոպեից երբ արդեն օրակարգը պատրաստ է, օրակարգը նիստերի օրակարգի իմ սեղանին է դրված, քննարկում ենք, մենք խմբակցության նիստ ենք ունենում առանձին իմ մոտ գրասենյակում, հետո նիստերի ժամանակ քաղաքապետարանում մեր խմբակցությունը առանձին ավագանու նիստ է գումարում այնտեղ խմբակցության նիստ է գումարում դրանից հետո եթե կան խնդիրներ, հարցեր, որ պետք է ընդանուր քաղաքական այդ 4 ուժերով իրար հետ քննարկելու, իրանք ազատ են քննարկում են այդ հարցերը վերջին նիստի ժամանակ եթե տեսել եք նույն ավտոկայանատեղիների վճարովի դառնալու հանգամանքն էր, որի ժամանակ Կարենը Գրիգորյան մեր խմբակցության ավագանու անդամը 15 րոպեան միջում ուզեց, քանի որ այնտեղ վիճելի հարց կար, խնդրեմ կար, մենք էլ էինք դեմ, որ կայանատեղիները Գյումրիում վճարովի դառնալու այս կարգավիճակով ինչ որ իրենք բերել էին, ընդմիջում ուզեցին 4 ընդդիմադիր, այսինքն այդ խմբակցություններով մեր խմբակցությունները 4-ով քննարկում արեցին եւ եկան այն ճիշտ հայտարարի, որ այդ կարգավորող կետերը 14-15-րդ կետերը, որ դրանից հետո պիտի քննարկվեր 200 դրամ այդ գումարը հաստատվեց կայանատեղու հետ կապված, բայց կարգավորվող այդ կետերը հանվեցին, այսինքն մեծ հաշվով Գյումրիում կայանատեղիները մնաց անվճար։ Ինչի՞ չգնացիք խայպի հետևից քաղաքային լուծումներ տալու։ Օրինակ հերնեիք կամերան սաղի նման մտցնեիք այսպես տնեիք դեմիր հետ, այս պրոբլեմը սենց բան ձեռքերի ժեստիկուլացիաներով միմիկաներ տալով, այսի սենց արեց, այնց արեց, դիվիդենտներ շահելու համար խայպի հետևից խի չգնացիք։ Որովհետև իմ խնդիրը Գյումրիում ես էլի ասացի, ոչ թե քաղաքական կշիռ առաջիկա ազգային ժողովի ցուցակներում ընդգրկված լինել չլինելու կամ չգիտեմ շոուների համար էր, ես իրականում քայլ եմ կատարել, տեսեք, ես 2008 թվականին եմ մասնակցել քաղաքապետի ընտրություններին, դրանից հետո չեմ մասնակցել ու 25 թվականին, ինձ համար սա մեծ պատասխանատվություն է, մեր քաղաքի կառավարումը վերցնել, կազմակերպել, դա մեծ պատասխանատվություն է, դա մեծ բեռ է ու դու պիտի կարողանաս այդ կան գյումրեցիներին ապացուցես ցույց տաս։ Պարոն Գրիգորյան, դուք պրամոյ ասեմ, ընդդիմության մեջ ընդդիմություն եք, այսինքն դուք բերում եք նոր օրակարգ, կառավարման օրակարգ, այսինքն Գյումրիում ես չեմ հիշում, կարող է ես լավ չեմ նայել, բայց ավականին sense երբեք չի աշխատել։ Հիմա մի րոպե էլի, դուք ասում եք Գյումրին ես ուզում եմ որ sense դուք կառավարողը դուք պրինցիպի դուք չեք, ոչ պաշտոն ունեք, ոչ որևիցե մի լեզակ ունեք,
Դուք ընդամենը ավական եք, որոնք ընդդիմադիրներին պրավալ չտանելու համար միացել եք ինչ-որ ու այդ մարդիկ կառավարում են, հետո դուք ասում եք կառավարման համար պատասխանատվություն ես շատ որտեղից ձեր մոտ առաջացավ այդ պատասխանատվության այդքան չափը։ Ես եղել եմ երեկաներեք Գյումրիում, 3 չէ առաջ օրը, ու գցել եմ մեջում արդեն ձեր խմբակցության հետ երևի ձեզ ասել են։ Եկել է այդ 15 միլիոնի հետևից, լավ ասում եմ, այս մարդը բան ու գործ չունի, գլուխը դրել է այս դարդու ցավի մեջ, ինչ որ երեկ է տեսա ձեզից իջերեք բանը այդ անցումներն եք նայում անձամբ դուք իջել անցումներն եք նայում ու լուծումներ ու պահանջներ եք տալիս ձեր թիմին որ սենց արեք դուք եք քաղաքապետը հիմա դա լավ է թե վատ է չէ շատ լավ է այդ լավ է որ լավ է կարանք ոչ թե համակային լինի այդ կարա օրինակել լինի զառազնիլի ամբողջ հանրապետությանը տեսեք մենք ինչ ենք ուզում ցույց տալ իմ թիմը Գյումրիում ինչ է ուզում ցույց տալ եթե մասնակցել ես քաղաքապետի ընտրություններին անկախ արդյունքներից քաղաքապետ ես թե քաղաքապետ չես մեր պարագայում քեզանից շատ բան է կախված մեծ բան է կախված թե մեծ բան կախված չէ իսկ բոլորը գիտեն մեզանից Գյումրի քաղաքում կոնկրետ այսօր ինչ է կախված ուրեմն յուրաքանչյուր քաղաքական ուժ անցած թե չանցած այսինքն ավագանու մեջ ընդգրկվել է թե չի անցել շեմը չհաղթարած մենք ցույց ենք տալիս որ յուրաքանչյուր թիմ ով մտնում է հայտ է ներկայացնում պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն ու փորձի աշխատել այո մենք այսօր գործող քաղաքային իշխանության մեջը ընդդիմություն ենք կառուցողական ընդդիմություն ենք այսինքն հենց այնպես պրավալ տալու համար չենք որպես ընդդիմություն բայց կառուցողական ընդդիմություն ենք այո մենք պետք է գնանք այդ ամենի հետևից մենք պետք է գնանք ասենք ինչ է նշանակում ավտոբուսները բերել եք արդեն քանի տարի կանգնած են այդ 5 էլեկտրոավտոբուսները ու գյումրեցիների աշկը ջուր կդրեց 3 քաղաքային իշխանություն Պալասանյանի ժամանակով եկել է չի շահագործվել ժամանակավոր պաշտոնակատարի ժամանակով այդ քանի ամիսը իշխանություն էին կարող էին շատ արագ լուծում տալ հասկանալի է չէ որ իշխանության համար անլուծելի բան չկար կարող էին արագի մեջ այդ հարցը լուծեին եւ արդեն 8 ամիս այս իշխանությունները քաղաքային ընդրված իշխանությունները պիտի գոնե մեզ հստակ ասեին չենք կարող շահագործել որովհետեւ մինչեւ այսօր հստակ պատասխան չկա մինչեւ այսօր մեկ ասում են այնտեղ մաքսազերծման խնդիր է Կիրովագանից Վանաձորից թղթերը չի եկել, չգիտեմ, ես նույնիսկ նշել էի Վանաձորի ավագանուն, այսինքն հիմա մեր թիմը խորացված զբաղվում է այդ հարցով, կզբաղվենք լուծումները կամ պատասխանները հստակ Ես չեմ կարող այդ մասին ասել, ես ընդամենը ասում եմ, ինչ իրավունք ունի այդ ավտոբուսները մինչև այսօր կանգնած մնալու։ Սա որպես ավագանու քաղաքական թիմի պատասխանատու առաջնորդ ես որպես մեր պրինցիպը որն է, այս հարցը պիտի լուծվի։ Գետնանցումների հարցը կան վերանորոգված կան մի վարյան ասեմ վերանորոգված գետնանցումներ կան մտանք շատ հաճելի էր ունին թերություններ այնտեղ լուսավորության հետ կապված լուրջ թերություններ ունեն ու որ նայում ես այդքան գործ արել են մի քանի հազար դրամի մի 10-15 հազար դրամի մաքսիմում պատմություն էր այդքան արածի մեջը նորմալ լուսավորություն ապահովեին ու մյուս խնդիրը կամերաների խնդիրն ենք առաջ քաշելու որ տեսնենք ինչ տարբերակ ունեն կամերաները տնելու գետնանցումներում որ համ հանցագործության առումով ինքը կանխարգելիչ բնույթ կունենա համ էլ այս աղդոդելը այս այն իրավիճակը ինչ որ մենք տեսանք այդ հարցերը չլինի հիմա այս հարցերը պիտի առաջ քաշվի թե չէ Մենք այդ հարցերը տեսեք, եթե մենք մտածենք քաղաքապետը դու ես, գնա դու էլ ինչ անում, չես անում, պատասխանատվություն դու ես, մենք ինչ ենք անում, կա խնդիրը, ոչ նեղենալու խնդիր է ու ասեմ, որ իրենք գործող քաղաքային իշխանությունը իդեպ նորմալ է հանուն ճշմարտությամբ, ասեմ, որ այն ինչ խնդիրներ, որ մենք մեր խմբակցությունով առաջ ենք քաշում, բարձրաձայնում ենք, տեսեք, տոնածառը, այդ կան չարչարված տոնածառի թեման, չէ՞, առաջինը մեր խմբակցության ղեկավարն է, Լիզան է, այդ մասին հարց տվել, թե տեսեք, առաջինը Լիզան է այդ հարցը տվել, թե կառավարության նվիրած տոնածառը Ինչու չեք տնում կենտրոնական հրապարակում եւ այդ տանում եք մուշ թաղամաս չնայած նրան որ մենք կողմնագիծ ունենք ծայրամասային թաղամասերը զարգացնելու այն որ նվիրել են լավ են արել այն որ տոնածառը լավն է չենք քննարկում
նվիրածնել, այս տոնածառն էլ այնքան քննարկվա, որ էլ չեմ ուզում այս տոնածառին անդրադառնամ, բայց վերջը ինչ անում են քաղաքի անունն է։ Այդքան որ այդ տոնածառները դրեցին, քննարկեցին, բայց առաջինը մենք էինք որ հարց տվինք, քինախնդրություն է այս կառավարության տված տոնածառը տանել մուշ թաղամաս, այստեղ հինը վերանորոգել, պատասխանեցին չէ, քինախնդրության խնդիր չկա, այս ավելի մեծ է 24 միլիոն։ Իբր թե այս ավելի լավը պիտի լինի, ավելի սիրուն պիտի լինի, ավելի ճոխ պիտի լինի, եւ մենք բնականաբար այդ խնդրումը գիտեք որն է։ Մեր թիմը, որ միշտ պահանջում է, այդ նախագծերը որ բերում եք, բերեք բացվածքները པարզ տեսանելի, այսօր ժամանակակից այս վիճակների մեջ նույնիսկ այդ տրիդ է տարբերակով, եթե ուզում եք բերեք քաղաքի ձևավորումը, ուզում եք բերեք տոնածառի ձևավորումը, այդ նույն ֆոտոներով կարող եք բերել ցույց տալ կամ նիստերի ժամանակ, լսումների ժամանակ բերեք այդ ամեն ինչը համաձայնեցնեք, որ այսօր այս հարցի առաջ չկանգնեք։ Այդ մի հատ իմ համար այստեղ բաստողումը կարողներ, որ ես մի օր պատեի, ասենք ինչ որ քննարկման քաղաքապետարանում տնայ տրիդեով բաներ են ստալ։ Դե բայց անհնարին բան չէ։ Անհնարին բան չէ, ու ես կարծում եմ, որ այդ մասնագետները նույնիսկ Գյումրի քաղաքի համար պատրաստ են անվճար անելու։ 15 միլիոն է։ 15 միլիոն չէ, նախ 24 միլիոն է, 24 միլիոնը։ Ես հաշվել եմ 9 միլիոնը թողնի տոնածառը։ Այդքան չէ, 9 էլ չէ, այնտեղ ավելի քիչ էր, ես նայել եմ գումարները մաքսիմում մի 7 միլիոնի կարգի է, իսկ մնացածը ամենակարևորը 17 միլիոն, չգիտեմ քանի 100,000 դրամը այնտեղ գրված էր որպես քաղաքի ձևավորման, լուսավորման, այդ ամեն ինչի համար է տրամադրվել։ Որ հատվածի ինչ գնով կոնկրետ նշված չէ, բայց 24 միլիոնը տեսեք նայեք։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչ է անում, չէ։ Բռնել է Մարդը բռնել է, այդ ձեր ասած այդ խայպը, այդ պոչը բռնել է, ինչ են կարել, բերել է 24 միլիոն, հաստատել է 24 միլիոնը։ Եթե 24 միլիոնը քիչ էր, այդ 24 միլիոնը ոչ մեկ իր հորտնից չի բերել, որ տվեց։ Այդ գյումրեցիների գույկը հարգից, չգիտեմ հողի հարգից մնացած այդ տուրկերից, մյուսից կուտակված գումարներն է, որը մենք այդ օրը նախատեսել են գյումրեցիներին տոն պարգևելու իրանց փողով, իրանց տված փողով գյումրեցիներին տոն պարգևելու։ Հիմա դուք բերել եք 24 միլիոն, 24 միլիոնը ավականին հաստատել է, անկախ նրանից լավ է ստացվել, վատ է ստացվել, դրա հետ մեկտեղ մի հատ հայտարարություն է գնում, չէ, որ բարերարը մեր ձևովի հետ կապված ոնց կարող էր գյումրեցիներին տոն չպարգևեր։ Հիմա այստեղ խնդիրը էս է, կամ այդ քաղաքական ուժին խորհուրդ տվողները վադն են, կամ Գյումրին ընդհանրապես չեն ճանաչում։ Ու քաղաքական առումով էլ խնդիր կա մի քիչ էլի, որ այնպիսի քայլեր անենք, որ չթիրախավորվենք։ Արդյունքում այդ մի արտահայտությունը դարավ թիրախային 24 միլիոնը քիչ էր, եւս 5 միլիոն էր, պետք 5 միլիոն ավել ուզենք տայեք։ Այսինքն ավականին դեմ չի եղել այդ գումարները տալու։ Ու արդյունքում տեսեք, մենք դառանք թիրախ։ Այդ մարդկանց արածնել, որ քաղաքի համար լավ բան էին արել, ներդրում էին արել։ Այդ արածն էլ արանք տեղ, համ իրանք թիրախ դառան, իրանք հարվածի տակ գնացին։ Համ ավականին այս 4 խմբակցությունները։ Դե բոլորը ասեն դուք եք մեղավոր։ Տեսեք, բոլորը դրա համար պետք է ավելի ոչ էմոցիոնալ այս ամեն ինչին մոդենալ, ավելի պետք է հավասարակշռված, ավելի հանգամանքները հաշվի առնելով։ Ես լինեի Արսենջան, տես, եթե ես լինեի Արսենջան, ես օրինակի համար թույլ չէի տա այդ տարբերակը։ Ցավը տանեմ։ Դե չգիտեմ պատասխանատուները թող պատասխան տան, պատասխանատուները Քաղաքականների թող բաներ տան պատասխանների։ Ես եկել եմ քաղաքում այդ օրը ֆրացել եմ, ես ոչ մի բան չեմ տեսել փոփոխված։ Ինչն է, հասենք այդ մի քանի եղնիկ մեղնիկները 17 միլիոնի մասին չի խոսքը։ Ես իմ ասածը հետեւյալն է։ Եթե մենք բոլորս իրար դիմադիր ենք, արեք չոտքի դիմադիր ենք, չտանք արեք այդ մարդիկ բարք կարողանան խոսան անգամ։ Տեսեք, մենք որպես ավականու խմբակցություն, մեր քաղաքը խմբակցությունը ինքը իր լիազորությունների շրջանակում, որտեղ որ պետք է կռիվ տալու, որտեղ որ պետք է ծանր հարցեր առաջ քաշելու, գոնե այդտեղ տեսնում եք, որ մենք կաշկանդվածություն բացարձակապես չունենք։ Բացարձակ կաշկանդվածություն, ում ինչի համար կաշկանդվածություն ունենանք, չկա։ Մեր համար կարևորը քաղաքի շահն է, ու մենք կա բաներ էլ, որ
օրինագի համար 24 միլիոնը բերեցին, հաստատեցին, բացեր կար, այդ բացվածքները լավը չէր, որ մենք հասկանայինք ինչ էր, այնուամենայնիվ վերջի օրերն էր, չուզեցանք էլի խոչընդոտ ստեղծել, ճնշել, հետ ուղարկել, որովհետև այդ պարագայում ընդհանրապես քաղաքը պրավալ էր գնալու, եթե մենք շատ խորանայինք։ Այլ բան է, որ այս ամեն ինչից մենք նաև հետևություն ենք անում ու սրանից հետո ես մեր խմբակցությանն էլ եմ ասել, որ նմանատիպ օրակարգերը գալու պարագայում աշխատեք հետները այնպես կազմակերպեք, որ ժամանակ ունենաք դրա համար պայքարելու իրավիճակ այնպես լինի, որ ժամանակ ունենաք, բերեք նորմալ վիճակի, որպեսզի այսպես թիրախային չդառնանք։ Պարոն Գրիգորյան, ես անձամբ իմ համար եմ ասում, մի օր կլինի, որ գամ ձեր խմբակցությունը ինձ այսպես փաթեթը տան, այ որտեղա ծախսվել, ինչ գնովա ծախսվել այդ 17 միլիոնը։ Ես բացարձակապես խնդիր չեմ տեսնի, մեր խմբակցությունը գրավոր կարող է դիմել մանրամասն ինֆորմացիա, այն ինչ որ իրանք պատրաստ են տալու այդ ինֆորմացիաները, պատրաստ են տալու։ Մենք մեզնից կախված մենք դիմելու ենք, ես կարող եմ ասել մեր խմբակցության ղեկավարին, ինքը այդ նույն հարցումը անի ու փորձենք տեսնենք այդ գումարները ուր է գնացել։ Խնդիրը այդտեղ չէ, խնդիրը այլ բանի մեջ է։ Խնդիրը շտաբելու մեջ է, խնդիրը վատ հաշվարկի մեջ է, խնդիրը նրա մեջ է, որ մեկը մի տեղից կարող է մի քանի նավ գումար բերել, կարող է գումար բերել, միանգամից մեջները ողջավորություն առաջ գալիս ու լիքը բացեր են տալիս դրա այդ արդյունքում։ Խնդիրը այն է, որ բերել եք գումարը, տվել եք հնարավորություն, նախ այդ գումարները ավելի արդյունավետ ու ավելի ճիշտ տեղեր օգտագործեք, քաղաքի տոնը Գյումրեցում նվիրել է քաղաքին տոնը նվիրել է Գյումրեցին իր գրբանից տված միաժամանակ շնորհակալ ենք այն մարդկանցից, այն թիմերից, ովքեր որ այն քաղաքական թիմերից կամ հասարակական, չգիտեմ, գործունեություն ծավալող թիմերից, ովքեր որ իրանց լուման ցանկություն ունեն բերել ներտնելու։ Ես այդ մարդկանց չեմ մեղադրում։ Ես այդ մարդկանց խոսքի ընդրության, սխալ ընդրության հետևանքն է ու դրա համար եմ ասում, որ շատ ճիշտ, այսօր եթե մարդիկ նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը մեղադրելու եթե լինեն, ես չեմ մեղադրի։ Որովհետև այդ մարդիկ նստած, այսպես աչքերը 10 արած, սպասում են որտեղ պիտի սայտագես, որ այդտեղ իրանք թիրախ դարձնեն, սկսեն հարվածել։ Դե գիտենալով հանդերձ ուրեմն աշխատեն այնպես անեն, որ չսայտագեն։ Պարոն Գրիգորյան, քիչ ժամանակ մնաց մեր հաղորդմանը։ Ուզում եմ արդեն քաղաքայինից մի քիչ անցնել գլոբալին։ Մեր 2-3 հարց։ Ինչ եք մանդատը պահի, պարոն Գրիգորյան։ Նախ մանդատը պահելու հետ կապված այս պահի դրությամբ արդեն հասկանալի է այդ մանդատի ժամկետի հետ կապված, բայց մանդատի պահելու բուն նպատակը, պատճառաբանությունը նաև բազմիցս մեր պատիվ ունեմ խմբակցությունը մեկնաբանել է, որ նպատակը մեկն է հարմար առիթին, հարմար պահին, իսկ մենք մի քանի փորձեր ունեցել ենք, քաղաքական խոշոր փորձեր ունեցել ենք, այդ փորձերի ժամանակ, որ հենց ժամանակը կա, մենք կարողանանք այդ մանդատը օգտագործենք։ Մանդատը իրականում օգտագործելի էր իր ուժով իմպիչմենտի պարագայում, իսկ այդ իմպիչմենտին մենք սպասել ենք հարմար պահերին, այդ շարժումների ժամանակ, որ ինքը այսպես վերջնական ռեզուլտատ որպես իմպիչմենտը պիտի լիներ, ու այդ ժամանակ այդ մանդատները մեզ պետք էր գալու, հետո մյուս կողմից էլ այդ մանդատը, տեսեք, այդ մանդատը հենց այնպես տրված մանդատ չէ։ Այդ մանդատը ընտրությունների արդյունքում է։ Այդ մանդատը, որ վերցրել ես, վերջը մարդիկ քեզ ընտրել են։ Մարդիկ քո կողքը կանգնել են։ Այսինքն, այս պարագայում հիմա ես Գյումրու քաղաքապետ չէի դարձել, իմ ամբողջ խմբակցությունով պիտի հրաժարվեի այդ մանդատից, բա մարդիկ։ Չէ, դուք գոհ եք 5 տարի գործունեություն դիմադիների ազգային ժողովում։ Բնականաբար ամբողջությամբ ոչ, որովհետև գոհ կլինեի այն ժամանակ, երբ որ մենք հասցանենք մեր վերջնական նպատակին, ինչի համար, որ 21 թվականին մասնակցել ենք ընտրություններին։
վերջնականապես կարողանանք այս իշխանություններից ազատվել։ Դա ընդրությունների ժամանակ չի ստացվել։ Կներեք, այդ նույն ուժերից ներկայացուցիչները այսօր կանել են, հայտարարություն են անում, այ այս 26 թվին մեզ մանդատ տվեք, տեսեք մենք ինչ ենք անելու։ Հիմա ես հարց եմ տալի 21-ին տվել էին, ինչքան տվել էին։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը ելավ հայտարարեց, որ այսքան ա եղել, ինչ եք ուզում, Նիկոլին ընտրել են։ Հիմա դու իմանալով որ այսքան ունենալով դու չես կարողանա հասնել քո նպատակներին։ Ասենք անընդհատ ծեծկրտուկների իրար հայանքների շիշ շպրտելու։ Ხო ժողովուրդը ձեզ չի ընտրել որ հետակ շիշ շպրտեք իրար վրա։ Թողնեք դուս կայք մանդատները տնեիք։ Մանդատները տնելով ինչը կփոխվեր։ Մանդատները տնելով ճգնաժամ չէր ստեղծվում։ Այդպես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակելու է աշխատել։ Բայց ո՞նց է ինքը ընդունվելու աշխարհի կողմից։ Իսկ այսօրվա դրությամբ ինչ որ անում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ու կուսակցությունը աշխարհի կդրվածքով, եթե այս նույն բանը աներ նախկին 3 իշխանությունները։ Չէ, այդ ձևի էին քննադատական տալու։ Հիմի կարողացել են իրանք ծախեն Եվրոպայի վրա ու Ամերիկայի վրա, որ ռուսների դեմ են պայքարում, ռուսամետների դեմ։ Կարողացել են ծախել, սրանք սենց են անում, բայց ընդհանուր այն ժամանակ ուրիշ ձև էր նայվելու։ Ես կարծում եմ, որ ոչ մի ձև չէր նայվելու, նույն ձևի, եթե այդպես ասեն, պիտի ասեն ճնշեցին, քշեցինք այդ նույն թիմերին, քշեցինք, մեզ այդ չկարողացան, չմտան, մենք ուժեղ ենք, մենք ամենակարողն ենք ու այնտեղ էլ բացարձակապես ոչ մի խոսափող չէր լինի։ Ոչ մի հետեք, խոսելու դուք։ Հենց հիմա։ Ասում են Սերժի Մարդուն Գրիգորյան։ Ես անձամբ տեսել եմ ձեր քաղաքական պայքարի ժամանակ անձամբ եմ տեսել, կարամ հստակ ասեմ, որ եթե դուք լինեիք Սերժ Սարգսյանի հետ, այս երկու կողքն չէի աջակցի ձեզ։ Ոչ թե Սերժ Սարգսյանի հետ խնդրեմ ունեմ, իմ խնդրեմս հին բաների հետ չգալն է։ Նոր դեմքեր եմ ես ուզում տեսնեմ, հարգանքով բոլորին։ Նոր դեմքեր եմ ուզում տեսնեմ։ Ես տեսա, որ այդ հայտարարությունը, որի մասին մենք խոսացինք երկրորդ պաուզայով, ես այդ ժամանակ իմ համար հասկացա, որ դուք Սերժի Մարդուն Գրիգորյանը հաստատ չեք։ Այն որ փորձելու են ինձ նախագահի հետ կապել, ես կաշկանդված չեմ այդ ամեն ինչով։ Բացարձակապես կաշկանդված չեմ, քանի որ ես պատիվ ունեմ խմբակցության, այս պայթրությամբ խմբակցությունով եմ մասնակցել ընտրություններին եւ այդ խմբակցության անդամ եմ։ Հետո այս ընտրական օրենքը բերել են նրան, որ մենք ուզենք թե չուզենք, մի քաղաքական ուժի հետ, եթե ուզում ես քաղաքականության մեջ շարունակես քո ճանապարհը, մի քաղաքական ուժի հետ պիտի ճանապարհ գնաս։ Իսկ ինչ մնում է նախագահի մասով, ես հարգում եմ նախագահին, նախագահի անցած ճանապարհը, ամեն դեպքում այդ նույն նախագահի օրոք մեր Արցախը տեղում է եղել, այդ նախագահի կառավարման տարիներին, մեր բանակը ամենաուժեղներից է եղել ու մենք նմանատիպ փորձությունների մեջ չենք եղել։ Ես սենց եմ հասկացել ձեզ, ինչքան ձեր հետ շփվել եմ, որ դուք սկզբունքայինորեն կաշխատում եք այն մարդկանց հետ, ովքեր իշխանության պայքար չեն տանում։ Հանուն ինչ որ բաներ են պայքար տանում։ Ես դենց եմ հասկացել։ Այո, իմ նպատակն է։ Այդ փնդրտուկի մեջ եք դուք հիմա։ Ես բացարձակ փնդրտուկի մեջ չեմ։ Ես չեմ էլ եղել։ Ես Գյումրիում եմ, ես իմ տեղում եմ, իսկ քաղաքական process-ները երբ որ սկսվում է, բնականաբար նաև այդ քննարկումներն է սկսվում ըստ կարևորության, ըստ հնարավորությունների, ըստ անհրաժեշտության, թե որտեղ քո ուժը ավելի շատ կարող ես օգտակար լինես հանունի, որտեղ կարող ես օգտակար լինես, այնտեղ փորձում ես օգտակար լինելու։ Իսկ նոր ընտրություններին 26 թվականին մասնակցելու դեռ ժամանակ կա, կտեսնենք ովքեր են մասնակցելու, ինչ քաղաքական ուժեր են հայտ ներկայացնելու, հետո կխոսենք այդ մասին։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան։ Հարգելիներս, այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը այսօրվա։ Հուսով ենք պարոն Գրիգորյանը հաջող կլինի մեր մոտ թե լայվով, թե այստեղ ոդկասթի տարբերակով, քանի որ շատ հաճելի է զրուցել մի մարդու հետ, ով մի քանի քայլ առաջ տեսնում է ամեն ինչը։ Ես իմ Սենց ասած իմ ճանապարհի ժամանակ եմ դա տեսել, իմ Գյումրիում եղած ընտրությունների ժամանակ, որ ամեն խոսքը, որ ասվել է պարոն Գրիգորյանի ասած, սենց ասած ոնց որ հետագայում տեսել եմ, որ բոլորը իրականացվել են։ Կուզենայի, որ դուք կանխատեսեք Հայաստանի պայծառ ապագան։ Լավ մնացեք։ Շնորհակալ եմ։